Վարչապետը հայտարարեց, որ հեծը ժամանակին բոլորիս տուն մտել է եւ հավելագրել է եւ տարել է։ Հեծի նախկին կառավարիչը այսօր ասում էր, որ նման բան չկա։ Ձեր մեկնաբանությունը։ Վարչապետը ամբողջությամբ ճիշտ է ասել եւ ես մի քանի օրինակներով հիմա կապացուցեմ, որ հեծը կողոպտել է մեր ժողովրդին։ Տեսեք, երբ որ նայում ենք հանրային ծառայության մի խայտառակ դրվագներ, դրվագներից մեկով ուրեմն պարզվել է, որ մի ընկերություն, որի տնօրենը Նարեկ Կարապետյանն է, Սամվել Կարապետյանի եղբոր տղան, ուրեմն իրենք սեփականատերն են, անտոկոս 6.4 միլիարդ դրամի վարկ է ստացել հեծից։ Իհարկե, մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ որևէ ընկերություն, որը մրցակցային շուկայում գործում է եւ ստանում է անտոկոս վարկ որևէ կազմակերպությունից, ակնհայտորեն ունենում է մրցակցային առավելություններ մյուսների նկատմամբ եւ կարող է օրինակ գներով եւ այլ հանգամանքներով ճնշել մյուսներին, բայց հենց դա սա մի կողմից։ Իսկ ում հաշվին է այդ անտոկոս վարկը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Այս լույսը, որը վառվում է, կամ այդ հեռուստացույցով հիմա մեզ դիտում են մեր քաղաքացիները, իրենց վճարած էլեկտրաէներգիայի փողի մեջ մտած է այս վարկի տոկոսը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք որ հիմա տանը սառնարան են միացրել, գազօջախ կամ հեռուստացույց եւ մեզ դիտում են, կամ ինտերնետ եւ մեզ դիտում են ինտերնետով, հոսանք են օգտագործում, նրանք վճարում են նրա համար, որպիսի այս ընկերությունը օրինակ անտոկոս վարկ ստանա։ Իսկ դա ինչպես է տեղի ունեցել։ Հեծը, որի սեփականատերը էլի եղել է Սամվել Կարապետյան, Նարեկ Կարապետյան, այսինքն իրենց ընտանիքը, գնացել է վարկ է վերցրել հայկական բանկերից եւ միջազգային վարկային կազմակերպություններից, իսկ այսինքն ինքը փողի կարիք է ունեցել, գնացել է վարկ է վերցրել։ Իսկ այդ նույն հեծը այդ վեկալած գումարներից, նաև մեր վճարած գումարներից անտոկոս փոխառություն է տվել Նարեկ Կարապետյանի ընկերությանը։ Դեռ Նարեկ Կարապետյանն ասում է, ես բանը գործարան կառուցել գիտեմ, ես գործարան կառավարել գիտեմ։ Իսկ ինչպես ենք մենք վճարում այդ ամեն ինչի համար։ Ու հեծի սակագնի մեջ ուղղակի եւ անուղղակի մտնում է բոլոր իր ծախսերը։ Սկսած Կարապետյանների ստացած աշխատավարձներից, իրանց բաշխած շահույթներից, վերջացրած տարբեր ծախսեր։ Այդ թվում տոկոսային ծախսերը։ Այսինքն, եթե հեծը գնում է վարկ է վերցնում բանկից, այդ բանկի տոկոսների ծախսը մտած է սակագնի մեջ։ Այսինքն, մենք սակագնով վճարում ենք այդ տոկոսների փողը, իրանք իրանց ընկերությանը տալիս են 0%-ով փոխառություն։ Սա այնա ինչի մասին վարչապետը խոսել է։ Այո, սա կողոպուտ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն կարող եւ չպետք է ֆինանսավորեն այդ մարդկանց բիզնեսները։ Եվ մենք այս խայտառակությանը վերջ ենք տվել եւ վերջ ենք տվել բազմաթիվ այլ խայտառակությունների։ Մեկ այլ օրինակ։ Նորից կարդում ենք այդ ամբողջ պրոցեսները, որոնցով անցել է այդ կազմակերպությունը եւ ի վերջո Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրանց լիցենզիայից զրկեց։ 2016-25 թվականների ընթացքում 691 միլիոն ամերիկյան դոլարի երաշխավորություն է հեծը տվել մի շարք կազմակերպությունների, որոնք փաստացի ընդգրկված են կամ փոխկապակցված տաշիր ընկերությունների խմբի հետ։ Որպեսզի մեր քաղաքացիների համար պարզ լինի, դա ինչ է։ Որպեսզի բիզնես օրինակ իրականացնեն, շատ ընկերություններ հաճախ ստիպված են լինում որոշակի ֆինանսական երաշխավորություններ ինչ որ տեղ։ Դա գումար է սառեցնում այստեղ կամ այնտեղ։ Հեծի փողերով իրենց ընտանիքի բիզնեսները երաշխավորություն են ստացել։ Իսկ դա ինչպեսի հետևանք դա կարող է ունենալ։ Եթե այդ ընկերություններից ցանկացած որևէ մեկը սննկանար կամ որևէ ֆինանսական խնդիր ունենար, բանկը գալու էր, պետությունը գալու էր, այդ երաշխավորություն փողը վերցներ։ Հետևաբար հեծը հայտնվեր խնդիրների առաջ
եւ հետեւաբար Հայաստանում սկսեր էներգետիկ կրիզիս։ Իսկ Հայաստանում էներգետիկ կրիզիսը սկսվել է եւ պետք է հասկանալ արդյոք օրինակ այդ գործողությունները ինչ այս գործողությունը ինչպիսի չափով է ազդել process-ի վրա։ Եվ ամբողջ խայտարակությունը նրանում է, որ սրա մասին հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը չի իմացել, սրա մասին ժողովուրդը չի իմացել։ Աշկերտորոշ չի իմացել, չեն իմացել, չեն տեղեկացրել, սրա մասին միջազգային ֆինանսական կառույցները չեն իմացել եւ պետք է նշել, որ սա ունի նաեւ այլ կարևոր խնդիր։ Վերջիններիս համար տնտեսապես չհիմնավորվող արտոնյալ պայման է ստեղծել շուկայում։ Այդ կազմակերպությունը։ Այո, հիմա նախորդ դեպքով ասում ենք 6.4 միլիարդ անտոկոս վարկ։ Կներեք, հիմա Հայաստանում տասնյակ հազարավոր բիզնեսմեններ կան։ Փոքր, միջին, մեծ։ Տասնյակ հազարավոր մարդիկ էլ փայլուն գաղափարներ ունեն, չեն կարող իրականացնել, որտեղ ֆինանսական միջոցների հասանելիության խնդիր ունեն։ Հիմա ես նայում եմ հեռուստացույցից են կողմ ու մեր քաղաքացիներն եմ ասում։ Սիրելի 3 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ձեզանից ում անտոկոս 6.4, 6.3, 6.4 միլիարդ դրամ փոխտային Նարեկ Կարապետյանից ու իր հորեղբորից ավելի լավ բիզնես չէի կանի։ Ես վստահ եմ 99% ավելի լավ բիզնես կանեի։ Ես օգտվելով առիթից Նարեկ Կարապետյանին հրավիրում եմ հյուր, որ վերջինս նույնպես իր արգումենտները ներկայացնի։ Կարող եք ինձ էլ հրավիրել բանավեճի։ Տեսնեմ այս փաստարկների դեմ ինչ հակափաստարկ ունի։ Սիրով։ Հիմա եւս մի խնդիր մեր վարչապետի ապագա ընտրություններին վարչապետի տեխնացուներից մեկը ձեզ մեղադրում էր, որ դուք արտոնյալ մաքսային արտոնություններ եք տալիս կազմակերպությունների, դրանք փոխկապակցված են ձեր իշխանության, Քոչարյանի իշխանության կազմակերպությունների հետ եւ ահա կոռուպցիան բացահայտվել է։ Ինչու եք մաքսային արտոնություններ տալիս։ Ներողություն եմ խնդրում, բայց իհարկե քաղաքականության մեջ կան մարդիկ, որոնք որ այդ քաղաքական լուզերներ կան, որոնք որ չեն իրենք էլ չեն հասկանում, թե ինչն է իրենց անհաջողության պատճառը առանց տենց խոսքերի։ Փաստերով ես ասեմ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2025 թվականի ընթացքում միայն 67 ծրագիր է այդ ծրագրի ուրեմն շահառու եղել 67 բիզնես ուրեմն որի շրջանակներում ստեղծվել է 3405 աշխատատեղ եթե այդ մարդուն լսեմ Հայաստանում չէ լինի 3405 աշխատատեղ ավելին ասեմ բայց նա ասում է դրանք ձեր հետ փոխկապակցված բիզնեսներ հիմա շարունակեմ կգամ դրան 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի առաջին կիսամյակում այս ծրագրի միջոցով Հայաստանում ստեղծվել է 36700 աշխատատեղ։ Տրամադրել ենք, որպեսզի Հայաստանում 36700 աշխատատեղ ստեղծվի։ Շարունակելու ենք տրամադրել, որպեսզի հաջորդ 3 տարում Հայաստանում եւս 36700 աշխատատեղ այդ ծրագրով ստեղծվի։ Իսկ հիմա մեղադրանքի։ Կներեք, այդ օրենքը դուք եք ընդունել, ձեր ժամանակը ընդունել։ 2015 թվականին ընդունվել է կառավարության որոշումը։ Այո։ Ուրեմն այսպես, այդ գումարների 1.22%-ն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Այսինքն 100,000-ից $1200։ Այո։ Մնացած գումարը ԵԱՏՄ երկրների բյուջեներից է գնում։ Այսինքն այդ փողը գնում է ԵԱՏՄ։ Այո։ Եվ ընդդեղից մեր հասանելիքը հետ է գալիս $100,000 հավաքում ենք, մեզ տալիս են $1200։ Այս դեպքում հավաքել ենք, ոչ տվել ենք, ոչ էլ ստացել ենք։ Մնացել է մեր երկրի ներսում։ Այսինքն 1200 չենք ստացել, բայց 98800 մնացել է երկրի ներսում։ Դարձել է աշխատատեղ, դարձել է ներդրում, դարձել է արտահանում, դարձել է տնտեսության զարգացում, դարձել է Հայաստանի։ Բայց կա մոնիտորինգ, որ դարձել է։ Այո, դրա 36700 աշխատատեղը որտեղից է ստեղծվել։ Այդ 3405 աշխատատեղը 2025 թվականին որտեղից է սկսվել։ Սա մեկ։ Հաջորդը այս ծրագրի շահառուների 2-3% կամ 1-2% են, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ որևէ առնչություն անգամ փոքր ունեն։
Այս ծրագրի շահառուների մեծ մասը այսօրվա ընդդիմության կարկառու ներկայացուցիչներ են։ Այս ծրագրի շահառու է Կարապետյանների ընտանիքը։ Նարեկ եւ Սամվել Կարապետյանների։ Եվ այս ծրագրի շահառու են այսօրվա ընդդիմության կարկառուն առաջնորդներ եւ ֆինանսավորողներ։ Սա մեկ։ Այսինքն դուք ընդդիմությանն եք ֆինանսավորում։ Ես ընդդիմությանն էլ եմ ֆինանսավորում, իշխանությանն էլ, ես ֆինանսավորում ենք բոլոր նրանց, ովքեր որ վերցնում են պարտավորություններ, ներդրումներ անելու եւ այլն բոլորի։ Իսկ դա չափորոշիչներով է կարգավորում, թե դուք նստում ասում եք այս սրան հասա։ Կա հստակ չափորոշիչ, այդ չափորոշիչներով ես նույնիսկ իրավունք չունեմ չհաստատեմ։ Ոչ ես, ոչ կառավարությունը։ Այն հակառակը մեզ կարող են դատի տալ, ասել դուք գրել եք այդ չափորոշիչները, մենք համապատասխանում ենք, չտվեցիք։ Եվ քանի որ այդպես չեն կարել, աշխարհն էլ համաշխարհային բանկն էլ դրան արձագանքել է, բայց եթե հարց լինի դրա մասին կասեմ։ Ինչ է ասել համաշխարհային բանկը։ Համաշխարհային բանկը վերջերս մի զեկույց է հրապարակել բիզնես միջավայրի մասին։ Այո, կոչվում է Be Ready կամ Business Ready։ Դա նախկին Doing Business-ի ավելի լավարկված տարբերակն է եւ այդ զեկույցի համաձայն 101 երկիր են ուսումնասիրել, որում լավ երկրներ, այսպես ասենք, ներողություն եմ խնդրում այդ զարգացած եւ զարգացող զարգացող երկրներ։ Եւ Հայաստանը այդպես ուսումնասիրություն են կարել, ռանկինգ են կարել, 101-ի մեջ 37-րդ տեղում է եւ մի շարք ուղղություններով առաջատար դիրքերում է։ Օրինակ, այնտեղ միսիոն կա, բիզնես մուտք, լիցենզիա, առևտուր, արտոնություններ, հարկեր, համաշխարհային միջինը 66.3 է, Հայաստանինը 72.91 գնահատականը։ Եվ այդ ցուցանիշով մենք աշխարհում 29-րդն ենք։ Այնտեղ մի հատ երկրորդ սյուն կա, հող, կոմունալ, ֆինանսներ, աշխատուժ, հմտություններ։ Գնահատականը աշխարհի միջինի 54 է, մերը 66.05 եւ աշխարհում 32-րդն ենք։ Եվ սյուն երրորդ կա, մրցակցություն, շուկայական ազդեցություններ, բիզնես ռիսկեր, անվճարանակություն, համաշխարհային միջինը 60-ը, մենք 61.18, այստեղ էլ աշխարհում 46-րդն ենք եւ ընդհանուր ռանկինգում մենք մի քիչ աշխատանք ենք արել նախարարությունում եւ միջինացված ցուցանիշներով մենք 37-րդն ենք աշխարհում։ Եվ մի շարք ցուցանիշներով մենք առաջինն ենք։ Ներողություն, մի շարք չէ, բայց կա ցուցանիշ։ Օրինակ բիզնես սկսելը առաջին տեղում ենք, ֆինանսական ծառայություններ երկրորդ, հարկերը 16-րդ, կա այնտեղ ցուցանիշներ, որոնք որ պիտի աշխատեն։ Որոնք են խոցելի տեղերը։ Խոցելի տեղերը բիզնեսի անվճարունակության մասն է եւ միջազգային առևտրի մասը։ Միջազգային առևտուրը ուղղակիորեն կախված է մեր սահմանափակումների հետ, գիտեք, սահմաններ, տարածաշրջան եւ այլն, բիզնեսի անվճարունակության մասով բնական դա մեր տիրույթում բավականին գործ կանելու եւ այնտեղ պետք է աշխատենք։ Եվ վերջին հարցը, դուք գրել եք, որ 636 քաղաքացու հետ եք տալու այդ խոսքը էլեկտրոմոբիլների մասին, նրանց վճարած հարկերը, ինչի մասին է խոսքը։ Բայց կարելի է մինչեւ դրան գամ մեկ բան ավելացնել։ Օրինակ ինստիտուտն առաջինը, որ ասացի աշխարհում 29-րդն է, մեզանից հետո օրինակ Կիպրոսն է, Կանադան, Շվեդիան, Հոնկոնգը, Թայվանը, Նոր Զելանդիան։ Որովհետեւ պատկերացնենք, թե համաշխարհային բանկը ինչ կարծիք ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության, մեր տնտեսական միջավայրի եւ մեր բարեփոխումների մասին։ Հիմա 636 մեքենայի մասին։ 636 մեքենայի ցանկը արդեն հրապարակվել է ժոպեյով, վարկյանով, թե ինչ է տեղի ունեցել, եթե հիշում եք, նախորդ տարի ունեինք քվոտա, որպեսզի առանց մաքսատուր վճարելու էլեկտրոմոբիլները մաքսազերծվեին։ 5000-ը տվել էինք անհատներին եւ այն իրավաբանական անձանց, որոնք դիլեր չեն, եւ 3000-ը դիլերներին։ Եվ դիլերները իրենց մասնաբաժնից 636-ը 3000-ից 636-ը չօգտագործեցին։ Դա մենք տեղափոխեցինք իրավաբանական անձանց, ոչ դիլեր իրավաբանական անձանց եւ անհատների քվոտայի վրա, եւ 5001-րդ քաղաքացին, որ եկել էր մաքսատուն, եւ իրեն ասել էին օրինակ դու պետք է վճարես 3.5 միլիոն դրամ մաքսավճար, որովհետեւ դու 5001-րդն ես ու քվոտան ավարտվեց եւ ինքը ստիպված էր եղել վճարել, այդ քաղաքացին մոտակա օրերին կստանա իր վճարած 3.5 միլիոն դրամը։ Հաջորդը, երբ որ 5000, իսկ դրանից 1 րոպե առաջ եկածը չէր վճարել։ Հաջորդը, որը վճարել էր 2 միլիոն դրամ,
նորից հետ կստանա, այն մյուսը, որ վճարել էր 10 միլիոն դրամ, նորից հետ կստանա։ Այդպես 636 Հայաստանի քաղաքացի կստանան հետ մի քանի միլիարդ դրամ եւ իհարկե բարով ծախսեն մեր սիրելի քաղաքացիները այդ փողը։